23 թվականին Հայաստան ներկրված Հայաստանում օգտագործված ցորենի 80%-ը եղել է ներկրված։ Մենք տեղում արտադրել ենք մեր կարիքների միայն 20%-ը, հա։ Այդ 80% ներկրված ցորենից 99.9%-ը եղել է Ռուսաստանից։ Հիմա սա ազգային անվտանգության համար առաջնակարգ սպառնալիք է։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը թվարկում է Ռուսաստանից Հայաստանի կախվածություններից մեկը, որն արդեն սպառնալիքի է վերածվել։ Եվ հենց այդ սպառնալիքներն ու կախվածություններն են պատճառը, որ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը իրազեկ քաղաքացիների միավորման հետ համատեղ իրականացրել է Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից սպառնալիքներ եւ լուծումներ խորագրով հետազոտական աշխատանք։ Գրքի համահեղինակներից Արեգ Քոչինյանը Հայկական ժամանակի հետ զրույցում ասում է, Ռուսաստանից Հայաստանի կախվածությունները տարբեր ոլորտներում եղել են միշտ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրվանից, բայց որպես սպառնալիք դրանք սկսել են ընկալվել բոլորովին վերջերս։ Կախվածությունները եւ սպառնալիքները մենք պայմանականորեն բաժանել ենք մի խմբերի, հա, առաջին խումբը դա տնտեսական խումբն է, ենթակառուցվածքային խումբ կա, ուրեմն կա պարենային կախվածություններ, կա բունֆիզիկական, ահաբեկչական, կա սոցիալական ուրեմն շարժերի հետ կապված կախվածություններ, մեդիա կախվածություններ, այսինքն տեղեկատվական բնույթի կախվածություններ եւ սպառնալիքներ։ Սրանք բոլորը միջոցով մենք անվանել ենք ոչ թե կախվածություններ, այլ հենց սպառնալիքներ, որտեվ ներկայիս այս հիբրիդային հարվածների տրամաբանության մեջ այդ կախվածությունները Ռուսաստանը արդեն իսկ սկսել է օգտագործել որպես սպառնալիքներ Հայաստանի դեմ։ Դրա համար այս բոլորը, որոնք ես նշեցի, տնտեսական, էներգետիկ, տեղեկատվական, սրանք բոլորը մենք գնահատել ենք որպես սպառնալիքներ։ Եվ յուրաքանչյուր բաժնում մանրամասն ներկայացված են բոլոր այն սպառնալիքները, որոնք որ ուրեմն կարող են տեղ գտնել։ Ես օրինակը որպես այդպեսին բերեմ էներգետիկայի վրա։ Էներգետիկան երևի թե ամենաբազմաշերտ ուրեմն կախվածությունների եւ սպառնալիքների ոլորտն է Հայաստանի համար, որովհետեւ էներգետիկայի մեջ մենք կախվածություն ենք Ռուսաստանից ոչ միայն էներգիայի աղբյուրներով, այ բնական գազ, ուրան եւ այլն, հա, այլ նաեւ դրա վերամշակման մեր կարողությունների մի մասն է ռուսական տնօրինության տակ, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցերի մի մասն է Ռուսաստանի վերահսկողության տակ եւ այդ բոլորը մենք ուրեմն արձանագրել ենք եւ կոնկրետ առաջարկություններ ենք հանդես բերել, թե ինչպես է հնարավոր կառավարելի դարձնել առնվազն այդ սպառնալիքները։ Հարցին թե այդ սպառնալիքները չկառավարելն ու չչեզոքացնելը ինչ ռիսկեր են ստեղծում մեր երկրի համար, Քոչինյանը պատասխանում է հիբրիդային հարվածները, որոնք Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ սկսվել են դեռևս 2021-ից 22 թվականներին, ավելի են սաստկանալու եւ վերածվելու են հիբրիդային պատերազմի։ Քոչինյանը նաեւ նկատում է Ռուսաստանը տարիներ շարունակ որոշակի ազդեցության լծակներ է ստեղծել Հայաստանի թե քաղաքական, թե փորձագիտական, թե մեդիա դաշտի վրա ազդելու համար, որոնք գնալով ավելի ու ավելի են մեծանում։ Այնպես որ այո, 26 թվականի ընտրությունները եւ իմիջիայլոց սրա միջազգային օրինակներն ենք մենք տեսնում, Մոլդովայում ընտրությունները, Ռումինիայում ընտրությունները, Վրաստանում ընտրությունները, բոլոր այս երկրներում եղել է բավականին լուրջ ռուսական ներգրավվածություն, թերևս ամենալավ հետազոտվածը երևի թե արդեն ռումինական օրինակն է, որտեղ տասնյակ հազարավոր սոցիալական կեղծ օգտահաշիվներ են բացվել, տեսանյութեր են տարածվել, ուրեմն ընտրությունների վրա ազդեցություն գործարկելու համար։ Մեզանում Ռուսաստանի կարողություններն ու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Ռումինիայում։ Եվ մենք պետք է ֆիքսենք այսօրվանից, որ մենք արագորեն մոտենում ենք մի կետի, երբ որ Ռուսաստանը առանց սեթևեթանքի սկսելու է ուղիղ ազդեցություն գործել Հայաստանում ընտրական գործընթացների վրա։ Աշխատության մյուս հեղինակը փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ աշխատության բուն նպատակը ոչ միայն Ռուսաստանից Հայաստանի կախվածությունները մատնանշելն է, այլև լուծումներ առաջարկելը, ճանապարհ ցույց տալը, որպեսզի այդ կախվածությունները մեր երկիրը չզրկեն ազատությունից։ Ես չէի առանձնացնի որևէ կախվածություն կամ առանձին ռիսկ։ Տեսեք, մենք փորձել ենք գույքագրել եւ ուսումնասիրության կենտրոնում պահել բոլոր հնարավոր ռիսկերը, սկսած ամենաքիչ հավանականից մինչեւ ամենամեծ հավանական եւ նույնիսկ արդեն սպառնալիք դարձած ռիսկեր։ Եվ Հայաստանը պետք է փորձի գտնել այլընտրանքային ուղիներ, հենց այդ այլընտրանքային ուղիների փնտրտուքը մեր նպատակներից մեկն է եղել։ Ռուսաստանից կախվածությունները նվազեցնելու ճանապարհին պարբերաբար հանդիպելու ենք խոչընդոտների, առաջացնելու ենք Մոսկվայի խանդը, սակայն դա մեզ չպետք է խանգարի, ասում է Ղևոնդյանը։ Ռուսաստանի խանդը այսպես թե այնպես դա առաջացնելու է, բայց մենք ինչպես նշեցի, մենք եւս մեկ անգամ կրկնենք, չենք առաջարկում վերցնել դանակը եւ հատել ինչ-որ մի բան, մենք առաջարկում ենք ստեղծել հնարավորություններ։ Այս որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունը չի կարող մեղադրել նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է իր հնարավորությունները ավելացնել։ Արեգ Քոչինյանը հավելում է,
Ռուսաստանից Հայաստանի տնտեսական, պարենային, ենթակառուցվածքային, էներգետիկ, տեղեկատվական, ֆիզիկական, ռազմաքաղաքական եւ մի շարք այլ կախվածություններ եւ ճնշման խողովակներ չեզոքացնելու ճանապարհին Հայաստանն ունի տնային աշխատանք։ Եվ սա պետք է լուծել, սրա ուղղությամբ պետք է աշխատել ոչ թե աղմուկ անելով, ոչ թե հնարավորինս շատ այսպես նյարդայնացնելով օրինակ համար գործընկերին, այլ փորձելով ձևավորել այլընտրանքային մատակարարման ուղիներ։ Ինչպես որոնք կանեն այդ այլընտրանքային մատակարարման ուղիները։ Մի տարբերակը Ուկրաինան է, երկրորդ տարբերակը Ղազախստանն է, երրորդ տարբերակը Թուրքիան է։ Քոչինյանի խոսքով գիրքն առաջին հերթին պետք է լինի որոշում կայացնողների սեղանին, սակայն այն հանրամատչելի է, ցանկացած մարդ կարող է ծանոթանալ բովանդակությանը, դրանում տեղ գտած սպառնալիքներին ու առաջարկվող լուծումներին։